պամանալ եւ ասենք իմ ընտանիքը կամ ինչ որ երկրից հեռանալ մի տեղ ինձ համար հանգիստ ապրել։ Այո, յուրաքանչյուր հայորդի իր պարտքը պիտի լինի, որ այս վիճակին մասնակից լինի եւ ճիշտ ուղղորդե այն հայոց զավակներին, որովհետեւ մենք արդեն 60 անց մարդիկ ենք, երիտասարդներին ցույց տա թե ուր է տանում այսօրվա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետությունը։ Ուրեմն 12 քաղաք, 231 գյուղ, 388 եկեղեցի, 60 գործարան, 50 հանք, 37 հեկ, 5000 մշակութային օբյեկտներ հանձնող կառավարությունը այսօր խոսում է ճշմարտությունից։ 7 տարի երկիրը իրեն ձեռքում էր։ Մենք սրանց ձայն տվեցինք այն ժամանակ, ճիշտ ասած, ես էլ եմ ձայն տվել։ Չգիտենալով թե սրանց ով է բերում եւ ինչի համար են սրան գալիս։ 7 տարի իրեն ձեռքերն էս ամեն ինչը եւ միայն լսում ենք նախկինները։ Լավ, նախկինները։ Ամբողջ երկրի հանքարդյունաբերությունը այդ նախկինների ձեռքին է։ Ուրեմն բոլորը գրված է օֆշորներում։ Դուք 7 տարվա մեջ չէիք կարող դրանք վերել դարձնել պետական սեփականություն։ Ամբողջ երկրի ունեցվածքը նրանց ձեռքին է։ Ամբողջ բանակը մատակարարում են նրանք ու դուք Հայաստանի Հանրապետության։ Եվ այդ միլիարդները աշխատում եք միասին։ Երկրի 0.25% վարկերը, որը Եվրոպայից ու աշխարհից ստանում է Հայաստանի Հանրապետությունը, բերում եք եւ տվել եք ձեր բոլոր հարազատներին, նախկին եւ ներկայի։ Եվ այս բոլոր բանկերի տերերը դուք եք։ 18-ից 25%-ով վարկերը տալիս եք ժողովրդին։ Ամբողջ աշխարհում 3-ից 4% է վարկերը, բայց դուք տալիս եք 18-ից 25%։ Եվ ուզում եք, որ երկիրը շենանա կամ զարգանա։ Ընտանիքներ կան, անհատներ կան, որ Հայաստանի Հանրապետությունից հարուստ են։ Ով է ասել, որ երկիրը սեփականություն չպիտի ունենա։ Այդ որտեղից եք որտեղ է այդ թեզը, այդ ապրելակերպը։ Այո, անգլո-թուրքական ուժերը ձեզ ստիպում են, որ երկրի իշխանությունը սեփականություն չունենա, որը միանշանակ սխալ է։ 12 միլիարդ վարկ եք վերցրել։ 12 միլիարդի դիմաց 12 աշխատատեղ բացել եք, թե ոչ։ Ով չգիտի, որ Գյումրիին եւ Հայաստանի Հանրապետությանը համար առաջի խնդիրը դա աշխատատեղերի ստեղծումն է։ Բայց 12 աշխատատեղ չեք ստեղծել։ Ձեր նախկին Եվրոպամետ ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի գլխավորությամբ քանդեց Հայաստանի Հանրապետության ամբողջ արդյունաբերությունը, բոլոր գործարանները։ Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքը համալրվեց Աղետի գոտին 21-րդ տարի ամենաժամանակագից մեքենասարկավորումներով, ամենաժամանակագից։ Մի սարկավորում չթողեցիք ձեր գլխավորությամբ, բոլորը վաճառվեց Թուրքիա ու Պարսկաստան։ Ով կարող է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել։ Միայն թուրքերը, որոնք ձեզ հետ միասին ուզում են երկիրը քանդել։ Երկիրը քանդելու համար առաջի գրավականը ատոմակայանի փակելն էր, որ փակեցիք։ Նայրիտ է եւ նմանատիպ գործարանները, որը դուք փակեցիք։ Գործարանները, որը բոլորը քանդեցիք ու ավիրեցիք։ Անաստապահական ֆերմաներ այստեղ անասուններով զբաղված մարդիկ կան։ Այն հին, ուրեմն տոհմային անասունները, որ մարդիկ 100 տարիներով տոհմական, ցեղական անասուն էին ստացել, բոլորը վաճառեցիք, մորտեցիք ու վերացրեցիք այս հսկայական ուրեմն համալիրները։ Այո, միանշանակ թուրքահպատակ ուժերը, թուրքերի կողմից ղեկավարվող միայն կարող էին նմանատիպ ձևով քանդել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ պետական կառույցներին, լուրջ կառույցները, որոնք մասնագետներ են պետք ու փորձ ունեցող մարդիկ, բոլորը տվեցիք
ուրեմն Լայպցիգներում անգլիական ու թուրքական շպիոն ջահել ջուր լագոտ լուգուտներին, որոնք կյանքում մի զուգարան չէին կառուցել իրանց ընտանիքի համար ընդդուք, փորձ չունեցող, հերոսներին սարքեցիք ոչինչ, հաստակավոր մանկավարժը տեղ չունի, լուրջ բժիշկը տեղ չունի երկրում, վարպետը տեղ չունի, լավ տղեն տեղ չունի, ընդհանրապես ձեզ մոտ այսօր արտոնյալ պայմաններում ովքեր են, ձեզ մոտ արտոնյալ պայմաններում ԼԳՏԲ-ի ներկայացուցիչն են, հոմոսեքսուալիստները եւ ամոթ է, որ մնացած բարերը ես ասեմ Գյումրի քաղաքում։ Այո, նրանք արտոնյալ պայմաններ ունեն, բայց ոչ հայրադաշտի ու շնորհքով մարդիկ, ոչ հերոսները։ Պատերազմից առաջ 5000-ից ավելի կռվող հրամանատարներին ազատեցիք բանակից, բերեցիք պոնչիկ սարկողներին, դուք պատկերացրեք, հաղթանակած, թուրքական բանակը հաղթանակած հրամանատարները բոլոր ազատվել են բանակից, բոլորը, և չեմ ասում է դավաճանությունը, որը ոչ ոք չի կասկածում, որ իրոք դավաճաններով լցված է Հայաստանի Հանրապետությունը, և ծախեցին Ղարաբաղը։ Սա այսպես վարչապետի ելույթի պես ասեցի, հիմա անցնեմ քաղաքապետի ելույթի։ Ուրեմն, երբ որ դարձա քաղաքապետ, նախ ինչի դարձա քաղաքապետ, ես ընդհանրապես էլի չէի ուզում, ես ավելի աշխուժ կյանքով ապրող մարդ եմ եղել։ Երբ որ ում սարքեցին քաղաքապետ, օգնեցին, ում դարձրեցին պատգամավոր, խոսք էին տալիս ու փախնում էին։ Մենք այն վիճակում մեռելները, որ ընկնում էր, հիշում եք, մեռելները ընկնում էին գերեզմաններ տանող ճանապարհի վրա։ Մխոյենց կովերը հայու հրաբարակը արածում էին։ Քաղաքում 50 լուսակետ կար։ Եկա դարձրեցի 4700 լուսակետ։ Քաղաքի բյուջեն 300 միլիոն էր։ Եվ չկար փաստաթուղթ, որ գիտենանք, թե ով է հարգատու, ինչքան գույկահարկ, ինչքան հող է, ոչ մի փաստաթուղթ չեք ունեցել։ Հսկայական հարգային բազա եմ ստեղծել եւ 300 միլիոնը սարքել եմ 3 միլիարդ 770 միլիոն դրամ, 3 միլիարդ եւ արժանացել եմ Հայաստանի Հանրապետության անանյաշիրակի մեդալին, անանյաշիրակացի մեդալին։ Ուրեմն մարդիկ ադամները քաշում հախ էին տալիս, որ բնակարան ստանան։ Հիշում եք, վերացրել եմ այդ ստորությունը։ Թատրոնի շենքում եւ մնացած տեղերը բնակարան էի բաժանում։ Մի դեպք պատմեմ։ Մյացերոնիկար ասեց, Բալաջան, ես հույսով եմ դու ինձ բնակարան կուտաս։ Ասի հայրիկ սպասի, ժամանակը հասել է, ես քեզ կզանգեմ, կկանչեմ կտամ։ Երբ որ զանգ տվեցին, կանչեցին, պատական չգիտե ինչ է։ Բանալիները տվեցի, մեկը քարտուղարուից վազեց, ասեց, թե ընկել է բար, գնացի, որ մահացել էր։ Ուրախությունից։ Հիմա մի հատ կին եկավ, մի հատ աղջիկ 30 տարեկան, եկել է մտել է ընդունելության, չի կարող խոսել, Մանուկյան Գագիկը կողս է, այ հիշում է։ Ասա աղջիկ ջան, ինչ կա, բան, ինչի ես եկել։ 5 րոպե չի խոսում։ Մեկը 5 րոպեից հետո սավ գիտես, այս տոնով, եկել եմ երեխուց թաղես։ Ասում եմ ոնց, սարավ մեռավ։ Սիրը գնացեք ստուգի։ Երեխեն տոմիկի մեջ սարը մեռել էր։ Չեն թողե մեկը, որ ցրդի մեջ մնա։ Բոլորին թեթով, ածուխով, էլեկտրաէներգիայով ապահովել եմ ամբողջությամբ։ Գազով, մեռելները թաղել եմ, գաղութները հասել եմ, հիվանդանոցները հասել եմ, ուսանողներին օգնել եմ, օգնեցեք բարին սատար եմ եղել, ձեր աչքերի առջև եղել ինչ որ արել եմ, դուք գիտեք, ձեր նամանավան ջահելները իրենց ծնողներից թող հարցնեն, բոլոր քաղաքապետերը իրար հետ 17000 բնակարան եմ կառուցել տվել, բոլորը իրար հետ 7000-ից ավել բնակարան չեն կառուցել, երբ որ դուրս եմ եկել 12 թվականին, այսինքն հանել են ինձ,
ասել են չտնես տեխնազությունը։ Ասում եմ ինչի համար։ Բաներ կարելի չենք կարող ասել։ Ինչի չեք, ինչ կա։ Դրսից այդպես են ուզում, Եվրոպամետները։ Լավ ասում եմ։ Ուրեմն ինձանից հետո մի բնակարան չի կառուցել այս ՀՊ-ն։ 7 տարի իրանք են 5 տարի է նախկինն էր 12 տարվա մեջ 13 տարվա մեջ ինձանից հետո մի բնակարան չի կառուցվել։ Մուշ թաղամասում են օրը գնացեք ագնել էի 500 բնակարանների հիմքերը գցել էի տվել։ Գումարները տվել էի ձերքերը, շինարարը կար, վերջացրեցին, ոչ մի շեն չի կառուցվել։ Գումարները մխսեցին, վերացրեցին եւ ինձանից հետո մի բնակարան չի կառուցվել։ Նախկին Քոչարյանը Ռոբերտը ասում էր Գյումրիում, դուք հիշում եք, ձեր քաղաքապետը ստեղծ էր մտցրել։ Կյանքս կերել էր, ասում էր ամբողջ Հայաստանի քաղաքապետերն ու գյուղապետերը այդքան չէին պահանջում, ոնց որ ձեր քաղաքապետը։ Ասում էի այո, որովհետև աղետի կոդով պահեցիք հանրապետությունը, պահեցիք պատերազմը կրեցիք, բայց գյումրեցիք մնացին 37 տարի տնագներում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս Եվրոպամետերը որ եկել են, այն ժամանակ ասում էին, մենք մեր սերտով պիտի կառուցենք մեր տները, ռուսներին այստեղից քշեցին, եւ 37 տարի որ մենք տնագներում ենք, այդ Եվրոպամետներն է, իրանց երեսից է որ գյումրեցիները մնացել են տնագներում 37 տարի, ռուսներն ասում էին 6 ամիս, մի տարի է ժամանակ տվեք, արդեն վերջացնում ենք, եւ ոչ մի դեպքում ռուսներին քշեցին։ Այդքան կռանները, որ Մուշում ու 58 թաղամասում էր, Գինեսի գրքի մեջ է գրված, տասնյակ հազարներից ավելի այդ կռանները, եթե վաճառեին, ուրեմն երկու Լենինական կկառուցվեր, երկու Գյումրի քաղաք կկառուցվեր, բոլորը կողացան տարան, ընտուփ, ուրեմն մանկական երկաթուղու պարավոզն էլ տարավ Վանո Սիրադեղյանը Գյումրիից, ես այն ժամանակ չկայի, հասկանալի է, ամբողջ ունեցվածքը գյումրեցիների հետ Եվրոպամետ կուսակցությունները տարան ու մխսեցին, տարան միլիարդերներ։ Մի խոսքով, դուք ամեն ինչ տեսել եք, դուք ամեն ինչ գիտեք, ես ասում եմ ձեզ, որ եկա 37 տարի ասում են, ամենաաղքատ, անապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում և Շիրակի դաշտավայրում, պատկերացրեք, որ եկա բոլորի աշխատավարձերը բարձրացնելու են, բոլորի, իմ իհարկե ոլորտի աշխատավարձերը, 3000 մոտ աշխատողի աշխատավարձ, ոչ թե 5000, 7000, այլ 50% ավելացնելու եմ, տեղերը գիտեմ, այ բարձրաձայն եմ խոսում, լուրջ պարտավորություն եմ վերցնում իմ ուսերի։ Ուրեմն, Վիոլա ջուրը, որ հիմա կա, շահույթով է աշխատում, բաժնեմասերի 44%-ը բոլորի դեж պատկանում, բոլորիս, գյումրեցիների։ Նախկին վարչապետներ ինձ ասում էին, բդի տաս Վիոլա ջրին, երբեք չեմ տա, երբեք կարող է դրամարել հանել են ինձ, գիտենակ, դա 50-30 միլիոն դոլարների մասին է խոսքը, և ավելի շատ հավանական, ամբողջ քաղաքի 44%-ը, դուք պատկերացնում եք, ինձանից հետո սեփականաշնորհել են Վիոլա ջրին, ում են հարցրել, ինչու համար են տվել, որ այսօր մենք բոլորս այդ գումարները մուծում ենք Վիոլա ջրին, մեր սեփականությունը վերցնել տվել են մեր կազմակերպության, հետ եմ գալիս, որ հետ վերցնեն։ Ստադիոնը առանց որևիցե մեկից հարցնելու, քաղաքի սեփականությունը վերցնել են քաղաքից, տվել են պետական նախարարությանը և տվել են այսօրվա այս բանը, չգիտեմ ինչ ագումբ է, բան է, դրանց են տվել, գիտեք դրանց տերերն ովքեր են։ Պետք է կանք վերանային։ Տեխնոպարկը, մանկավարժական ինստիտուտը, միշտ ասում եմ ումն է սեփականությունը չեն ասում, ես գիտեմ, որ դա պետական սեփականություն չէ։ Պաբս է կառուցել է, գիտենակ, 6-րդ դպրոցներ է պաբս կառուցել, ստադիոններ մեր թութունի դաշտերն է ես գյումրեցու թոր եմ, լավ գիտենակ, պետք է կանք բոլորին տերերնին։ Ուրեմն, քաղաքում կար 8 հատ հիվանդանոց, Գյումրի քաղաք, Լենինականում, հիշում եք, հիմա միատն է, այնը ես եմ արել, որ այդպես է կառուցվել այդ հիվանդանոցը, 8-ն է փակել են մի հիվանդանոցի վրա են թողել, ամբողջ Ջավախքը, Շիրակը, Լորին, Արագազոտնի մարզը, օգտվում է այսօրվա մեր հիվանդանոցից, Բարդատիր երկրորդն ենք բացելու, ով է ասել, որ քաղաքապետարանը սեփականություն պետք է չունենա, այդ ով է ասել, այդ որտեղ է գրված, այդ դոգմա է դա,
կփոխենք ամեն ինչ։ Այո, քաղաքը պետք է, ժողովուրդը պետք է ունենա իր սեփական հիվանդանոցը, շահույթը պետք է գա Գյումրու քաղաքապետարան եւ ովքեր էլ որ գումար չունեն, հիվանդանոց չեն գնում ու տներում մահանում են, քաղաքապետարանը պիտի տեր կանգնի իր ժողովրդին։ Պետք է բացենք աշխատատեղեր։ Ուրեմն աշխատատեղեր, որ յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր եւ միջին բիզնեսը խտանելն է։ Կենցաղ սպասարկման օբյեկտներն է, որի մորով կառուցվել է 100-ից 120 միլիարդ դրամի մասնավորը բոլորը ցավարական այս տներն եմ ես տվել։ Պես բան չկա, որ իմերածս չերնի, սրանցից բան չավադակ։ 30-50 շին թույլտվություն, 50-50 շին թույլտվություն եմ տվել։ Ամեն շաբաթ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին մեր չափ շինարարություն չեն արել, ոնց որ արվել է Գյումրի քաղաքում։ Քոչարյանն ասում է, այս գյումրեցիները հարստացել են, ասում է հաղ չեմ առել, կաշառ չեմ առնի, քաղաքապետարանի այդ գծագրողների հերը անիծում եմ, որ արագ կաշկով հողատկացումներն արեն, մարդիկ կառուցեն։ Հələ մի բան էլ ասում է, էսքիզ դարեք, դիմացի քանդակների հարցը լուծեք, չխեղդեք մարդկանց, թող կառուցեն, վերջում այդ հարցերը կկարգավորենք։ Ով է այդպիսի բաներ արել։ Որ եկա քաղաքում լսելը մարած էր, ասում էին մյորթվի գորը, մեղած քաղաք է։ Հարուստները, լեննականցիները ամենահարուստ ենք մինչև երկրաշարժը։ Քաղաքում մի կոպեկի ներդրում չէին անում։ Առաջին ներդրումը ես եմ արել, իմ ընկերներս են արել, ու ես կարողացել եմ Իսրայել օրուպես բոլոր այդ հարուստների դռները գնալ, որ գիտեք ինչ պահի տակ բարևե չեմ տալիս շատ մարդկանց, եթե պետք լինի, բայց ես հանուն իմ քաղաքի, հանուն իմ ժողովրդի գնացել եմ, ասել եմ եկեք քաղաքում մի բան կառուցեք, ամոթ է։ Գիտեք, Սուրբ Գիրքն ասում է, եթե Աստված մի երկրի, մի քաղաքի պատժում է, ասում է, խեղճ կատակները դառնում են մեծահարուստ, իմաստունները աղքատ, ողբան ձգես հայոց աշխարհ։ Այո, որ նայում ես մեծամասնություն այդպես է։ Դուք գիտեք ճշմարտությունը։ Դուք տեսել եք ձեր աչքի առաջն է։ Եթե դուք հիմա պետք է գնաք, Փեսես է, Հարևանս է, Հորոխբորոս տղեն է, Խնամիս է, կամ գիտես ինք եկավ, ընձի գործ կուտա, բանը աշխատանք ունենամ ես, եթե սկզբունքով եք գնում, գիտեցեք, որ դուք ձեր նախնիները ձեզ կանից են։ Եթե սկզբունքով եք առաջնորդվում, եթե դուք տեսնում եք, ես արժանի եմ, եթե դուք տեսել եք իմ կատարած գործս, ու դուք ըստ այնմ չեք անում, ուրեմն դուք եւս Աստծո պատիժին արժանի կլինեք, եւ դրական առումով, եւ բացասական առումով։ Ես ձեզ ասում եմ, այս սկզբունքով առաջնորդեք։ Դիմացը շատ լուրջ ժամանակ է։ Շատ լուրջ ժամանակ է։ Սահմանները բացում են, թուրքերին լցում են Հայաստան։ Ռուսներին ուզում են քշել Հայաստանից։ Ռուսական բազան ուզում են հանեն։ Մենք ամբողջ մեր պատմության մեջ 5 տարի խաղաղ չենք մնացել։ Եվ թուրքը, եւ պարսիկը, եւ արաբը, եւ մոնղոլը միշտ հաստատվել են մեզ վրա։ Մենք խաղաղ ենք մնացել 75 տարի Ռուսի հետ։ Ամբողջ աշխարհը թափել է Ռուսի վրա, վերեն չի կարող։ 1920-ական թվականներին Եվրոպայի աչքի առջև Կիլիկյան ֆրանսիացիների հետ կաշվան հայերին թողեցին թուրքերին առանց զենք թուրքերի բանի տակ, յատաղանի տակ, եւ ամբողջ Կիլիկյան հանձնեցին թուրքերին։ 1974 թվականին թուրքը մտավ Կիպրոս, Հունաստան, պատկերացրեք, եւ Եվրոպայի աչքի առջև մինչեւ այսօր Եվրոպան ուրեմն այնտեղ է։ Ուր այդ Եվրոպան։ Ինչի՞ց այն չի անում։ Այսօր Սիրիան, այն օրը տեսել եմ, թե ինչ են անում։ Ուրեմն ներքին թուրքերը, այսօրվա հայի թուրքերը, գիտեք ովքեր են, հայի թուրքերը, թուրքը լցվավ իրանց հետ, մեզի պես տղեկին բոլորին կկտրեն, հիշեք սա։ Ով հայրենասեր է։ Այսօր ուզում են ցուցակները Արցախյան պատերազմի տղեկին, որոնք մասնակցել են պատերազմին, թուրքերը Ալիևը պահանջում է սրանցից։ Սահմանադրությունն են փոխում, պատկերացրեք, Մասիսարն են հանում, ուրեմն հայոց զինանշանի վրայից։ Նիկոյանը, երբ որ դրանց հետ հանդիպում է ունենում սովետական միության ժամանակահատվածում, երբ որ նույն հարցը բարձրացնում են, Նիկոյանն ասում է, դուք էլ լուսինը հանեք դրոշի վրայից, որովհետև լուսինը թուրքերինը չէ, ամբողջ աշխարհինն է։ Այսինքն սրանք ինչ ասեն մենք պետք է լսենք։
Ես մի բան եմ ձեզ ասում։ 320 միլիոն թուրքա լեզու ազգի մեջտեղը կանգնած է հայ ժողովուրդը։ 320 միլիոն են սրանք։ 3 միլիոնը ոչ մեզ Ամերիկան է պահել, ոչ Ռուսն է պահել, ոչ Եվրոպան է պահել, ոչ Չինաստանն ու Հնդկաստանը։ Մեզ պահել է երկինք գետին, ծով ու ցամաք, արև լուսին ստեղծող բարձրյալն Աստված, ես մեռնիմ իր զորությանը, հետ չվախենաք։ Մեր Տեր Աստված է, մեր Գրիգոր Լուսավորիչի բարեխոսությամբ, մեր առաջնորդը, մեր հովիվը հանդիսանում է Գրիգոր Լուսավորիչը, որ Աստծո առաջ պիտի գա ու ասի ահավասիկ ես եւ հոդս հայոց, սե հավիտենական Աստված ոտքի կանգնեց հայոց ազգը, որ եկավ։ Հավատացեք մեր սրբերի բարեխոսությամբ եւ պետք չհավատաք, որ այս լագոտ լուգուտները չեն հայոց տերուտ իրականը։ Հայոց տերուտ իրականը Աստված է, որ դրախտը գտնվում է հայոց աշխարհում։ Այսինքն Պինգյոլն է դրախտավայրը։ Ավետիք Իսահակյանի Պինգյոլը, որ երկեր ունենք Պինգյոլի համար գրված։ Նոյեքսե Նախիջևանից Նախիջևանի գավառը, Նոյ Նահապետը։ Նոյի տաբանը կանգնեց Արարատ լեռի կատարին։ Եվ Նախիջևան նշանակում է Նախիջևանել։ Նախիջևան, առաջի իջնան կենտրոնը Նախիջևանն է, եւ Նոյի մարմինը թաղված է Նախիջևանում, հիմա էլ գերեզմանը կա։ Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն։ Նոյը խոսում էր հայոց լեզուն։ Եվ գիտեցեք, հայոց լեզուն տրված է Իբերուս Աստծո կողմից։ Մեսրոպ Մաշտոցը, երբ որ ամբողջ աշխարհը պտտվեց, տեսավ, որ մարդկային գիտելիքները առ ոչինչ է, եկավ Թերսագունյան անապատ, 40 օր ծոմապահությամբ եւ աղոթներով խնդրեց Տիրոջը, եւ վերջում երկնքից մի ձեռք, այսպես, ու մի ձայն ասում էր գրիր, այ բեմ գիմ դա հայոց տարերը Աստված է տվել։ Եվ մեր Տերը Աստված է, ու մի րոպե չվախենար, որ հանգստագի։ Այդ բարբարոս պետությունը 100 տարեկան ընդամենը կարող է հանգստագի մեր սրտերի մեջ ահ գցել, վախ գցել ու երկիրը թողնել նրանց ձեռքին։ Երբեք չհավատաք, որ Գանձասարը, որտեղ Հովհաննես Մկրտիչի գլուխն է թաղված, երբեք չհավատաք, որ Դադի վանքը, որտեղ Դադի 72 առաքյալներից մեկն է, որտեղ Ամարասի եկեղեցին, որտեղ մեր Գրիգոր Լուսավորիչի թոռն է այնտեղ թաղված, եւ այդպես 378 սուրբ եկեղեցիները, որ հանգած մնա Թուրքին։ Այո, այնտեղի ղեկավարները, այստեղի ղեկավարները հետ միասին ծախեցին Հայաստանի Հանրապետությունը եւ պետք է պատասխան տան Աստծո դատաստանին եւ մենք բոլորս տեսնելու ենք դա։ Վարդապետների մեկնությունների մեջ գրված է, ինչպես տանջանք եւ տարապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես հայոց ազգին, բայց պիտի գա ժամանակ, ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես հայոց ազգը, բայց այդ ժամանակ հայոց ազգի թագավոր պիտի լինի Արշակունյաց կողմից, իսկ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչի կողմից։ Գիտեցեք, ժամանակը հասյալ է, աշխարհի վերջին օրերն են, պասություն պահեք, աղոթք արեք ու ձեր աղոթքների մեջ խնդրեք Աստծուն, որ Աստված տա մեզ բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ եւ հոգեվորականներ հայոց ազգին։ Շնորհակալություն։ Եթե հարցեր ունեք տվեք, ես կարող եմ մինչև վերջ խոսել։ Ինչ հարց ունեք, ասեք, տվեք։ Համեցեք։ Ասու բարի։ Ես քեզ հիշում եմ։ Դու ինձ գիտեք ժողովուրդ, ես ժողովրդի 70%-ին ճանաչում եմ։ Լավ, գետաս օֆիս, մենք իրար հետ խոսենք։ Երբ ուզես արի, առանցին այդ անադական հարցերը առանցին Մանուկյան Գագիկին, իսկ եթե ընդհանուր հարցեր կա, խնդրեմ տվեք։ Անադական հարցեր կա Մանուկին Գագին ասեք, ես լսեմ ամեն ինչ տեսնեմ դեր։ Իսկ եթե ուզում եք այսպես հարցակ, խնդրեմ տվեք, ես պատասխանեմ։ Ես պատրաստ եմ։ Լավ ու վատ, ինչ դիպչող, հետևիցս ինչ որ ասում են, ինչ որ պտտեցնում են, ասեք, ես պատասխանեմ։ Եթե չկան, առաջ Աստված, շնորհակալ եմ Աստծուն, առաջ Աստված, Տիրոջ շնորհով ճիշտ ընտրություն արեք, ճիշտ արեք։ Ուրեմն, եթե մի րոպե հիմա դրսեմ, եթե չնդրեք, կշահի ընտանիքս,
Եթե ընդրեցիք կշահեք դուք ու Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։